Շաբաթն ավարտվում է եւ ես հավանդաբար պատասխանում եմ անցած 7 օրերին իմ հետևորդների հնչեցրած տարբեր հարցերին։ Այդ հարցերը խմբագրվում են եւ թեմատիկ առումով ես դրանց անդրադառնում եմ։ Շաբաթվա գլխավոր իրադարձությունները դարձյալ ծավալվում էին եկեղեցու շուրջ, դարձյալ բոլորիս ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիան էր։ Այս առումով անցած շաբաթը նոր մակարդակ գրանցեց դժբախտաբար, այսինքն Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները նոր այսպես կոչված բարձունքներ են նվաճում։ Նախ մենք տեսանք իրադարձությունները, որ կապված են դիվանապետ, Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի հետ, այն մոտիվները, որով կալանավորվեց Սրբազանը, ծիծաղելի են, անհեթեթ, ես դրանց անդրադարձել եմ, ակնհայտորեն այստեղ թիրախավորվում են Մայրաթորն ու վեհապարը եւ Արշակ Սրբազանի դեմ տեղի ունեցած ապօրինությունը ընդամենը այդ մեծ կամպանիայի դրսևորումներից մեկն է։ Այնինչ, որ այսօր կատարվեց Գյումրիում, դարձյալ այլանդակության գագաթնակետն էր, օրեր շարունակ Նիկոլ Փաշինյանը իր ԱԱԾ-ով հետևողական աշխատանք էր տանում Հանրապետության երկրորդ քաղաքում, բայց այդպես էլ Շիրակի թեմում չգտան շուրջ 3 տասնյակ քահանաների մեջ գեթ մեկին, ով կհամաձայներ Նիկոլ Փաշինյանի պատվին ոչ կանոնիկ պատարագ անցկացնել եկեղեցու 7 վերք եկեղեցում, Գյումրի 7 վերք եկեղեցում կներեք, ստիպված եղան շրջիկ աղանդավորների խմբով իրենց Գյումրի տանել, նաև այլ թեմից բերված քահանա, սա արդեն եկեղեցու բոլոր կանոնների ոտնահարում է, այս պատարագը հակականոնիկ էր ծերից ծայր, ըստ էության տեղի ունեցավ 7 վանք եկեղեցու բռնազավթում։ Այլ կերպ այս իրադարձությունը անվանել հնարավոր չէ։ Տեսեք, այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն աղանդավորներին։ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է շրջիկ աղանդավորների խումբ, տիրադավ եկեղեցականներով եւ տեղից տեղ այդ խմբին տանում է։ Այսօր ասպատակության վայրը Գյումրին էր, մանավանդ դեկտեմբերի 7-ն էր, երկրաշարժի հերթական տարելիցի օրը, եւ ահա Նիկոլ Փաշինյանը այս աղանդավորների շրջիկ խմբով այս անգամ Գյումրիում էր 7 վերք եկեղեցում, ամբողջովին քաղաքը պաշարված է եղել ԱԱԾ-ի ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներով, ըստ էության շատ նման է այս պատկերը այն իրավիճակին, երբ օտար մի զորք զավթում է ինչ-որ քաղաք կամ երկիր։ Այսպես օտար ասպատակողի պես Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի իր բերած շրջիկ աղանդավորներով, դրսից բերված քահանայով, տիրադապ մի քանի եպիսկոպոսներով եւ այլն եւ այլն։ Իդեպ կյանքի խոսք աղանդի ղեկավարը աղանդավորական այս կազմակերպության Նիկոլ Փաշինյանի խմբում է եղել, սա էլ լավագույն ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ եկեղեցու ռեֆորմներով կամ բարեփոխումներով չէ, որ մտահոգված է։ Իդեպ այսօր այդ կեղծ պատարագից անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է լրագրողների հետ եւ ասել է, որ ժամանակն է հաջորդ պատարագը Մայրաթորում անցկացնել։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ալեն Սիմոնյանը արտահայտել է սեփական կարծիք, ԿՊ-ում մնացել են միայն համարակալված ուսապարկերը եւ նրանցից որևէ մեկ, այդ թվում Ալեն Սիմոնյանը, սեփական կարծիք ունենալ չեն կարող, նրանք անգամ տուալետ գնալուց պետք է ունենան Նիկոլ Փաշինյանի հատուկ թույլտվությունը, ելույթ մնաց նման
զգայուն ու սկզբունքային հարցերում համարձակվեն ինքնուրույն կարծիք արտահայտել։ Սա այն դեպքն է, երբ որ գտնում են թիմում ամենաէպատաժային կերպարին եւ փորձում են նրա շուրթերով ապրոբացիա անել, այսինքն հասարակությանը նախապատրաստել ինչ-որ իրադարձության։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը թիմի հավաքական կարծիքն է կամ որոշումն է փոխանցել, որ մտադիր են հաջորդ պատարագը Մայրաթոռում անցկացնել։ Կասկած չկա, որ նման որոշում, եթե Փաշինյանը կայացրել է, ուրեմն արդեն ռեպրեսիվ մեքենան նորովի աշխատացնելու որոշում է կայացել, այսինքն եթե նա գնում է Մայրաթոռ, հակադրությունը մի նոր մակարդակ է բարձրացնում, որի դրսևորումներից մեկը կարող է լինել օրինակ վեհապարի դեմ ոտնձգությունը, նույնիսկ նրա կալանավորումը, հակառակ պարագայում Մայրաթոռ մուտք գործել Փաշինյանը ըստ էության եւ ըստ ամենայնի չի կարող։ Հակադրության այս մոդելի որդեգրումը Նիկոլ Փաշինյանից շատ շուտ մեր իմաստուն վեհապարը ըստ երևույթին հասկացել է եւ պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունից ժամեր անց Մայրաթոռը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացանք, որ դեկտեմբերի 10-12-ին նշանակված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է, որտեղ ինչպես նշված է այդ կարճ հաղորդագրության տեքստում, երկրում վիճակ է ստեղծվել, որը դրա համար նպաստավոր չէ, ժողովի անցկացման կալանավորումներ եւ այլն։ Շատ պարզ է իշխանության հաշվարկը։ Նրանք հաշվարկել են, որ իրենց հակաեկեղեցական կամպանիայում կարող են հաջողել միայն հակադրության մոդելի կոնֆրոնտացիայի ռեպրեսիաների միջոցով։ Եվ հիմա շատ պարզ տրամաբանությամբ այդ հակադրության գիծը փորձում են տեղափոխել Էջմիածին։ Վեհապար Հայրապետը ճիշտ հակառակը վստահ է եւ հասկացել է, որ եկեղեցին ժամանակի եւ տարածության մեջ անխուսափելի հաղթելու է, որովհետև ով ունի պատմական ինքնագիտակցություն, խոհեմություն եւ հավասարակշռություն, այս հակադրության մեջ հենց նա էլ հաղթելու է։ Եվ ահա վեհապարի որոշումը եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու մասին ոչ թե թուլության նշան է, ոչ թե հանձնվելու նշան է, այլ ընդհակառակը իշխանության սադրանքին չտրվելու քաջություն է, իշխանության պլանները ձախողելու հաստատակամություն է։ Կրկնում եմ, եկեղեցին հավասարակշռված մոտեցումների, ինստիտուցիոնալ քայլերի, հանդարտության, պատմական ինքնագիտակցության շնորհիվ կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին իր հակասահմանադրական ձեռնարկների մեջ։ Հենց այս տրամաբանությամբ էլ վեհապարը որոշել է ուղղակի կոնֆրոնտացիայից, որը Նիկոլ Փաշինյանի երազանքն է, հեռու մնալ, այսինքն չտրվել իշխանության ամենապրիմիտիվ ու սապարկային սադրանքին։ Իհարկե սա չի նշանակում, որ իշխանությունը հետ է կանգնելու իր ռեպրեսիվ քայլերից, բայց սա նշանակում է, որ իշխանության ծրագիրը վերախմբագրումների անհրաժեշտություն է ունենալու, որովհետև ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է վեհապարին բերել հակադրության դաշտ, վեհապարը պաշտպանվում է ավելի խոհեմ եւ հավասարակշիռ տարբերակներով, չտրվելով Փաշինյանի հետ ուղղակի հակադրության մեջ մտնելու գայթակղությանը։ Եկեղեցու հետ կապված բազմաթիվ արձագանքներ ունեմ իմ հետևորդներից, օրինակ նրանց մեծ մասը պահանջում է, որպեսզի կանոնական կարգը խախտած եպիսկոպոսները դուրս դրվեն եկեղեցուց, կարգալույծ արվեն, այո, ի վերջո նրանց այդ ճակատագիրն էլ սպառնում է, բայց ես ինձ իրավունք չէի վեհապահի վեհապարին այս հարցում հուշումներ անել։ Նա շատ լավ գիտի այդ քայլը երբ անել, ում ներել, ում չներել։ Նա ես կարծում եմ իրավիճակին տիրապետում է եւ սա շատ լավ գիտի
Ես էլ բազմաթիվ հարցերում եկեղեցու մարտավարությունը կարող եմ քննադատել, բայց այսպիսի նուրբ հարցերում կզգուշանամ խորհուրդներ կամ առաջարկներ ներկայացնել վեհապարին, որտեղ կրկնում եմ, այստեղ ինքնանպատակ չի կարգալույց անելը։ Ի վերջո, ցանկացած քայլի, որ պետք է գնա վեհապարը, իր հիմքում նպատակ պիտի ունենա եկեղեցու ինստիտուցիոնալ միասնականությունը ապահովելը։ Պիտի արվեն քայլեր, որոնք մեծացնեն հասարակական սուբյեկտությունը եւ այս process-ում մեծացնեն հասարակության դերակատարությունը, որտեղ եկեղեցու պաշտպանությունը հնարավոր է միայն ակտիվ հասարակության պարագայում։ Կրկնում եմ, այս տիրադավները արդեն արժանանալու են պատմության անեծքին, արդեն նրանց մեծամասնության վերաբերյալ մեր հասարակություն ունի հստակ կարծիք, բայց թե նրանք երբ կարգալույս կարվեն կամ ինչպիսի որոշումներ կկայացնի վեհապար հայրը, ես այս հարցերում գերադասում եմ կամ մասնավոր զրույցներում իմ կարծիքը փոխանցել Բարսաշյան հոգևորականությանը կամ բավականին զգուշ արտահայտվել, որտեղ կրկնում եմ, սա գտնվում է վեհապար հոր որոշումների տիրույթում եւ ես կարծում եմ նա ամենից լավը գիտի այն վիճակը, որ արկա է եկեղեցու ներսում եւ ամենից լավ գիտի, որ քայլը որից առաջ կամ հետո անի։ Բազմաթիվ հետևորդներ կանխատեսում են, որ շատ շուտով օրերս Նիկոլ Փաշինյանը գնալու է Մայրաթորի զավթման, ըստ էության ես դրա մասին խոսեցի, Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունը ակնարկն էլ հենց դրա մասին էր, թերևս համաձայն եմ այս տեսակետի հետ, բայց ելի արձանագրեմ, որ վեհապարի հանդարտ կեցվածքը զգալիորեն դժվարացնում է Նիկոլ Փաշինյանի կողմից այդ քայլի իրականացումը։ Մի հետևորդ էլ, որ թերևս իշխանության հայացքների կրող է, ինձ ասում է, որ դուք մեղադրում եք, երբ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, բայց դուք նույնն եք անում։ Նախ սկզբունքորեն ես ու Նիկոլ Փաշինյանը նույն կարգավիճակում չենք, իշխանության միջամտությունն է եկեղեցու գործերին սահմանադրությունը արգելում, դա 17-րդ հոդվածը, նաև այլ օրենսդրական ակտեր, որտեղ իշխանությունը ունի գործադիր լծակներ, ուժային լծակներ, ռեպրեսիվ լծակներ, վարչական լծակներ եւ նա կարող է միջամտել եւ հիմա էլ ապօրինաբար միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Կարծիք հայտնելը մանավանդ երբ քաղաքական գործիչը չի տիրապետում գործադիր լծակների, վարչական լծակների, ուժային լծակների, որևէ ձևով չի կարող ընկալվել, որ ես կամ որևէ այլ ընդդիմադիր գործիչ միջամտում ենք եկեղեցու ներքին գործերին։ Մանավանդ քիչ առաջ, երբ խոսում էի սրան վերաբերվող մի հարցի մասին, ես ասեցի, որ ներեկեղեցական հարցերում ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահում խորհուրդներ տալ վեհապարին կամ ինչ-որ իմ պատկերացումներ իմպերատիվ ուժով ներկայացնեմ որպես վերին աշճանի ճշմարտություն։ Ես շատ զգուշ եմ եկեղեցուն վերաբերվող իմ գնահատականներով, աշխատում եմ որպես հավատացյալ հարգել եկեղեցու կանոնները եւ եթե նույնիսկ որևէ առաջարկ անում եմ, շատ պատշաճ ձևակերպումներով եմ դա անում, որպեսզի որևէ ձևով չստվերեմ եկեղեցու հեղինակությունը։ Նույնիսկ տիրադավ եպիսկոպոսների մասին իմ ձևակերպումներում ես աշխատում եմ բավականին բալանսավորված ու զգույշ լինել, քանի դեռ նրանք կարգալույց չեն արվել։ Եկեղեցու մասին թերևս այսքանը, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը կիսատ պռատ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային փաթեթ, ինչի կիսատ պռատ, որտեղ այնտեղ բազմաթիվ փաստաթղթեր բացակայում էին, այդ թվում Քիվեստի կարգավորման պլանը,
իհարկե Նիկոլ Փաշինյանը հերթական անհեթեթ ձևակերպումներն է տվել, բայց նույնիսկ այս կիսատ պրատությունը փաստեց եւ ապացուցեց այն, ինչը ես եւ ընդդիմադիր իմ այլ գործընկերներ շաբաթներ, ամիսներ շարունակ պնդում էինք, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի սեղանին եղել է շատ լավ լուծում դրված, բալանսավորված լուծում Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, հայկականությունը, հարակից 5 շրջաններ զիջելու դիմաց անվտանգության միջանկյալ եւ երկարաժամկետ մեխանիզմները եւ ամենակարևորը այս պլանը չէր կանխորոշում Լեռնային Ղարաբաղի պատկանելություն ունետար Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն այս պլանի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է որդեգրել, իգնոր է արել, դիվանագիտական պատասխան չի տվել, ինչը փաստորեն դարձել է պատերազմի հրահրման գլխավոր պատճառներից մեկը։ Երբ որ դու միջնորդներին արհամարհում ես, չեզոքացնում ես նրանց զսպող դերակատարությունը եւ ըստ էության լեգիտիմացնում ես Ադրբեջանի կամ Ալիևի պատերազմ սկսելու օրակարգը, այդ է ինչու ենք մենք բոլորս պնդում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիկ է։ Մի բան, որը ապացուցվեց նաև անցած շաբաթ, երբ նա հրապարակեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաթեթը։ Նրա մի շարք ստեր պղպջակի պես պայթեցին։ Նա չի ստացել որևէ ժառանգություն, որը կանխորոշեր Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ Նա չի ստացել մի ստատուս քվո, որը անխուսափելի էր դարձնում պատերազմը։ Սրանք բոլորը ստեր էին, որը Նիկոլ Փաշինյանը դրել էր եւ դրել է շրջանառության մեջ, որպիսի զերծ մնա այն պատասխանատվությունից, այն արկածախնդիր քաղաքականության պատասխանատվությունից, ինչի պատճառով Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ, մենք ունեցանք տարածքային եւ մարդկային անդառնալի կորուստներ, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզում, Արցախի կորուստ եւ այլն եւ այլն։ Ես զարմանում եմ, որ այսքանից հետո գտնվում են հետևորդներ, որ ասում են, թե իբր կարգավորման քաոսը նախկիններն են բերել, անկեղծ ասած, քիչ առաջ էլ այդ մասին էի խոսում, ստացված ժառանգությունը թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանին պահպանել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, հայկականությունը եւ փակել պատերազմի դուռը։ Նիկոլ Փաշինյանը ստացված ժառանգության հետ շատ անխնամ է վարվել եւ արել է ճիշտ հակառակը։ Մի հետևորդ էլ ասում է, որ 2019-ի փաստաթուղթը ոչինչ չէր փոխելու, որտեղ պատերազմ էր լինելու։ Գիտեք, նման մտածողությունը բնորոշ է ոչ պետական ժողովուրդներին։ Այսինքն ինչ է նշանակում ունենալ պետություն, դրանով հանդերձ պնդել, որ մեկը մեզանից ոչինչ կախված չի, մենք ինչ-որ պլանի կհամաձայնվենք, թե չենք համաձայնվի, միևնույնն է լինելու էր պատերազմ։ Կներեք, սա ապապետական, հակապետական մի մտածողություն է, եւ վստահ եմ, որ այս մտածողությունը տարածվում է իշխանության կաբինետներից, այսինքն ստացվում է, որ իշխանությունն ու նրանց կողմնակիցները կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը, Հայաստանում իշխանության գոյությունը, որովհետեւ եթե մենք կարծում ենք, որ մեզանից ոչինչ կախված չի, սա ուղղակի խոստովանություն է, որ մենք պետություն չունենք։ Ես վստահաբար ասում եմ, որ հակամարտության երկու կողմերից մեկի դիրքորոշումից չի կարող ինչ-որ բան կախված չլինել։ Այսինքն վստահաբար ասում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը պետական մտածողություն ու խոհեմություն ունենար եւ 2019 թվականին բանակցային գործընթացը սապոտաժի ենթարկելու եւ Արցախը Հայաստանը գոռալու փոխարեն գնար կարգավորման, գնար բանակցային գործընթացի 44 օրյա պատերազմը չէր լինելու։ Ես ուղղակի վստահ եմ։ Այո,
ամեն ինչ չէ, որ միայն Հայաստանից է կախված։ Հակառակ պարագայում շատ վաղուց Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ճանաչված կլիներ, կամ Արցախը միացված կլիներ Հայաստանին։ Բայց մյուս կողմից ամեն ինչ չի, որ պայմանավորված է եղել միայն Ադրբեջանի ցանկություններով։ Դեռ բանակցային գործընթացը հենց նրա համար է, որպեսզի a. կանխես պատերազմը, b. բանակցությունների ճանապարհով արդյունավետ կամ հավասարակշռված փոխզիջումներով կարողանա ստանալ առավելագույնը։ Այս երկու ճշմարտություններն են, որոնք անտեսվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի վերջո ճանապարհ է բացել կամ դուռ է բացել պատերազմի համար։ Իդեպ, որ Հայաստանում կամ տարածաշրջանում հաստատված խաղաղություն չկա, եւ որ այդ հեքիաթին միայն հավատում է Նիկոլ Փաշինյանը կամ եթե նույնիսկ չի հավատում, փորձում է այդ հեքիաթը վաճառել Հայաստանի ժողովրդի վրա, անցած շաբաթ եւս մեկ անգամ դրանում համոզվեցինք, Իլհամ Ալիևը հերթական անգամ ագրեսիվ մի պահանջ դրեց Հայաստանի առաջ կամ կրկնեց իրենց պահանջներից մեկը, նա ասեց, որ ադրբեջանցիները Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան եւ բնականաբար Ալիևի խոսքից, Ալիևի պլանից մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ինքնաբավ հանրապետությունը Ալիևի պլանների մեջ չի մտնում եւ նա ամեն ինչ անում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում մեր ինքնիշխանության եւ ինքնության հաշվին ձևավորվի հայ-ադրբեջանական ինչ-որ համակեցություն կամ հայ-ադրբեջանական ինչ-որ համատեղ պետություն։ Այս սրան է ձգտում Իլհամ Ալիևը, որը ոչ մի աղերս չունի ոչ խաղաղության օրակարգի հետ, ոչ բարի կամքի դրսևորումների հետ։ Ալիևի հայտարարությանը դարձյալ ես շաբաթվա ընթացքում անդրադարձել եմ, բայց այս արձանագրումները հարկ համարեցի մեկ անգամ եւս կրկնել։ Իդեպ իմ հետևորդներից շատերը ասում են, որ Երևանի տարբեր համայնքներում կառուցվող բարձրահարկ շենքերը ադրբեջանցիների համար են կառուցվում։ Ես նման համարձակ պնդում չեմ անի, որտեղ փաստեր չունեմ, բայց այս իշխանության պարագայում իհարկե ոչինչ չեմ բացառում, բայց ով ինչ ճանաչում է եւ երկար ժամանակ հետևում է իմ քաղաքական գործունեությանը, գիտի, որ ես որևէ պնդում անում եմ միայն այն պարագայում, երբ այդ պնդման հիմքում փաստական հենք կա, երբ ես զինված եմ փաստերով, երբ կարող եմ իմ որևէ պնդում ցանկացած պարագայում իրեղեն ապացույցներով հիմնավորել։ Նման պարագայում ես չգիտեմ իսկապես այդ էլիտար շենքերը ինչպես են ծլում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, երբ մեր հասարակությունը նույնիսկ ապրելու խնդիր ունի եւ այդ շատ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն չունի, բայց սա գուցե հասարակության բևեռացման, սոցիալական բևեռացման հետևանք է, գուցե ասենք հարուստ մարդիկ բազմաթիվ տներ են առնում, ես չգիտեմ, համենայն դեպս հիմք ընդունելով կամ ի գիտություն ընդունելով իմ հետևորդների պնդումները, ես առայժմ փաստեր չունեմ նրանց այդ կարգի մտավախությունները հիմնավորելու կամ ամբողջովին հերքելու համար։ Մի հետևորդ էլ, որ ըստ երևույթին դարձյալ իշխանության ճամբարից է, ասում է, որ ես ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ Ալիևի պնդումները միակողմանի են մեկնաբանում, որովհետև այդ փախստականների վերադարձի թեզը իբրև թե հայելային ու փոխադարձ է, նույնիսկ այս հետևորդը պնդում է, որ ոչ միայն ադրբեջանցիներն են վերադառնալու Հայաստան, այլ նաև հայերը վերադառնալու են, այսինքն Բաքվից, Սումգայիթից ժամանակին էթնիկ զտման հետևանքով դուրս եկած հայերը կամ Արցախից վերադառնալու են Արցախ կամ Բաքու, Սումգայիթ, ավելին այս մեր հայրենակիցը, որը հիացած է Նիկոլ Փաշինյանով, շարունակում է պնդել, որ Արևմտյան Հայաստան են վերադառնալու կամ Թուրքիայի տարածք այն հայերը կամ նրանց ժառանգները, որոնք ժամանակին ցեղասպանության
հետևանքով զրկել են իրենց հայրենիքը։ Ինչ ասեմ, իշխանության այս ստերին ու հեքիաթներին հավատացեք, իշխանությունը բնականաբար գնում է երևի թե հերթական միակողմանի զիջումների եւ որպիսի հասարակության խիստ հակազդեցությանը չհանդեպի նման ստեր է հորինում, այսինքն փորձում է ցույց տալ, որ հայլային սկզբունքով է տեղի ունենում, որ Ադրբեջանի նախագահի պահանջները բխում են ոչ թե ագրեսիվությունից, այլ խաղաղասիրությունից, ինչ խնդիր է, մի հատ քաղաքացիական ակտիվիստ հանրայինի եթերում կդնեն, նա էլ կպնդի, որ մեր հայրենակիցները կարող են հանգիստ վերադառնալ Բաքու, օրինակ։ Սա իշխանության տարածած հերթական քարոզչական կեղծ նարատիվն է, եւ ընդհանրապես որևէ հայ ոնց կարող է մտածել Ադրբեջան վերադառնալու, Բաքու վերադառնալու կամ մեր կորսված հայրենիքի մի մաս Արցախ վերադառնալու մասին, երբ Բաքվի բանտերում շարունակվում են պահվել մեր եղբայրները։ Ահավասիկ իշխանությունը ոչ թե հեքիաթներ հորինելու մասին թող մտածի, այլ գոնե այդ մարդկանց Բաքվի բանտերից թող հայրենիք վերադարձնի։ Նույն բանն է, երբ որ մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադրվել է կամ խոստացել է վերադարձնել անկլավները։ Անմիջապես հայտնվում է էկրաններին Նիկոլ Փաշինյանը կամ նրա զոմբիները սոցիալական ցանցերում ասում են, ինչ եք խոսում անկլավների վերադարձի մասին, Նիկոլ Փաշինյանը վերադարձում Արցախաշենը։ Նախ հայկական կողմը որևէ անգամ բանակցություններում Արցախաշենի վերադարձի պահանջ չի դրել։ Բանակցային գործընթացում նման թեմա չկա։ Սա մեկ։ Երկրորդը, Արցախաշենը տեսականորեն հնարավոր է վերադարձնել միայն այն պարագայում, եթե Հայաստանը հանձնառություն ստանձնի Ադրբեջանին վերադարձնել այն 4 անկլավները, մասնավորապես Տիգրանաշենը, Տաուշի մարզի 3 գյուղերը, եթե Արցախաշենը ստրատեգիական նշանակություն չունի, այս 4 անկլավներն էլ ունեն ստրատեգիական նշանակություն, դրանցից մեկը գտնվում է Հայաստան Իրան միջպետական ճանապարհի, մյուսները Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, եւ այսինքն չի կարելի տրվել իշխանության կես նարատիվների, նախ Արցախաշենը վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանը չի էլ մտածում, երկրորդ այդ հարցը բանակցային գործընթացում չկա, եւ երրորդը, եթե նույնիսկ տեսական հնարավորություն դրա կա, դա հնարավոր է միայն այն դեպքում, կրկնեմ, եթե Նիկոլ Փաշինյանը ստրատեգիական, հերթական, միակողմանի զիջումներ անի Ադրբեջանին։ Խնդրել են, որպիսի ես անպատճառ եւ անպայմանորեն անդրադառնամ, իմ հետևորդներն են խնդրել, Վրաստանի նախկին ազատազրկված նախագահ Միխայել Սաակաշվիլու օրերս արած մի իսկապես սենսացիոն հայտարարության, նա ըստ մի հայտարարության բացահայտել է հայ-վրացական հարաբերություններում առկա մի ճգնաժամի մասին, որի գոյության մասին կարծես բոլորս զգում ենք, նկատում ենք, բայց որի պատճառները լավ հասկանալի չի։ Օրինակ, շատերը դա տարբեր խնդիրների հետ են կապում եւ ահա Սաակաշվիլին ասում է, որ հայ-վրացական հարաբերությունները լարվել են, որտեղ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Հայաստանի առջև վերջնաժամկետ է դրել։ Իսկ ինչ վերջնաժամկետի մասին է խոսքը։ Բանից պարզվում է, օտարերկրյա գործակալ Վրաստանում ճանաչված եւ արևմտյան գրանտներից սնվող բազմաթիվ կազմակերպություններ եւ անձինք, այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստներ Վրաստանից տեղափոխվել են Երևան իրենց հակաիշխանական կեցվածքով, հակաիշխանական նկատի ունեմ նրանք Բիձինա Իվանիշվիլու կամ այդ Կոբախիձե իշխանության հակառակորդներ են, եւ այս մարդիկ Երևանում ջերմոցային պայմաններ են նրանց համար ստեղծվել, նրանք խնամվում, գուրգուրվում են Հայաստանի իշխանության կողմից, սրանք հիմնականում երևի հենց նույն Սաակաշվիլու կողմնակիցներն են, եւ փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե Սաակաշվիլին ճիշտ է,
իր հերթական չմտածված արկածախնդիր քայլով վտանգի տակ է դնում հայ-վրացական հարաբերությունները։ Ես կարծում եմ, մենք բոլորս շատ լուրջ ես խնդրով պետք է հետամուտ լինենք եւ պարզենք, իսկապես այդ մարդիկ գուրգուրվում եւ խնամվում են Հայաստանում, որտեղ Վրաստանի իշխանությունը իրավունք ունի, եթե Սաակաշվիլիի այս պնդումը ճիշտ է, Վրաստանի իշխանությունը իրավունք ունի Հայաստանի իշխանությանը մեղադրել ոչ բարեկամական քայլի մեջ։ Իդեպ այլ նշաններ էլ կան, որ Հայաստանը վերածվել է Եվրամիության ուլտրալիբերալ գլոբալիստական կենտրոնի ֆորպոստի։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է ԵՄ բյուրոկրատիայի կամ գլոբալիստական ուժերի ֆորպոստի։ Դրա ապացույցն է նաև այն, որ այն 12 միլիոնը տվել են 12 միլիոն եվրոն Հայաստանին, որպեսզի մոլդովական սցենար ընտրությունների ժամանակ Հայաստանում կիրառվի։ Այսինքն մենք մտածածին ռուսական հետքի եւ դրա հայաստանյան իբրև թե կրող ընդդիմադիրների դեմ, որպեսզի իշխանությունը պայքարի։ Այսինքն այս երկու ինֆորմացիաները կարծես համադրվում են եւ ես հակված եմ այս դեպքում Միխայել Սաակաշվիլու տեղեկատվությանը հավատալ։ Մանավանդ որ բազմաթիվ այլ աղբյուրներից կարծես թե այդ տեղեկատվությունը հաստատում է գտնում։ Ամենայն դեպս սիրելի հայրենակիցներ, սա ահազանգ է եւ մեր բոլորիս խնդիրը պիտի լինի այս ահազանգի հետքերով գնալ եւ ճշմարտությունը միջև վերջ բացահայտել։ Եվ վերջապես, ամենավերջում սիրելի հայրենակիցներ, ես գրեթե իմ բոլոր հրապարակային ելույթներով, խոսքով, հարցազրույցներով, հոդվածներով խիստ ընդդիմադիր դիրքորոշումներ եմ արտահայտում, որոնցի պատասխան իշխանության կողմից ուղղորդվող մի քանի օգտատերեր ասում են մոտավորապես հետևյալը. այդպիսին դարձար, որովհետև Նիկոլ Փաշինյանը քեզ պաշտոն չտվեց։ Սիրելիներս, մեկ ընդմիշտ իմացեք, թեև ես նախկին իշխանություններին դեմ եմ եղել եւ նրանց հեռացումը ցանկացել եմ, բայց չեմ մասնակցել հեղափոխությանը, երբեք ցանկություն չեմ հայտնել մաս կազմել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, երբեք նրա հետ հանդիպելու առիթներ չեմ փնտրել եւ ընդհանրապես իմ օրակարգում չկա այս իշխանության հետ որևէ համագործակցություն։ Այսինքն ես ընդդիմադիր եմ Նիկոլ Փաշինյանին ոչ թե նրա համար, որ պաշտոն չեմ ստացել, այդ պաշտոնին չեմ էլ ձգտել։ Ընդդիմադիր եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը այն բանի համար, որ նա պետականակործան քաղաքականություն է վարում, ինչը վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Ահավասիկ սիրելի հայրենակիցներ, ես առաջիկա ընտրական ցիկլում անկախ ընտրություններին իմ եւ մեր կուսակցության մասնակցության ձևաչափից անելու եմ ամեն ինչ, որպեսզի 2026-ի ընտրությունները դառնան այն առիթը, որոնք վերջ կդնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ 2026-ի ընտրությունները իմ համար հենց դրա մասին են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի։ Եվ քանի դեռ մենք եթերում ենք սիրելի հայրենակիցներ, կարծես թե մի գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, իհարկե լավ էր հետևեցի եւ իմացա, ահա թե ինչ է գրում Նիկոլ Փաշինյանը։ Գրում է 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ կիրակնորյա պատարակներից առաջ 10-55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն
Հայաստանի Հանրապետության պետական օրներքը։ Ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ, այս մարդը մոռացել է, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, այս մարդը աշխարհիկ պետության եւ այդ աշխարհիկ պետության ներսում պետության եւ եկեղեցու տարանջատման մասին Հայաստանի Սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածների մասին տեղյակ չի եւ այսպիսի անհեթեթ գրառումներ է անում, բայց հավատացած եղեք, Նիկոլ Փաշինյանի դարդ ու ցավը այն չի, որ եկեղեցում հնչի Հայաստանի Հանրապետության օրներքը։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի եկեղեցու բոլոր կանոնները փոխել իր ապօրինությունները արդարացնելու համար։ Այսինքն այս հիմնը դնենք, հիմնը հնչի եւ այլն նրա համար առիթ են եկեղեցում հաստատված բոլոր ավանդույթները եւ կանոնները ապօրինաբար փոխելու համար։ Ուղղակի նա իր դիվային մտադրությունները իրականություն դարձնելու համար հիմնը որպես առիթ է այս պարագայում օգտագործում։ Վստահ եղեք, ուղղակի տեսագրության պահին փաստորեն ես հետևում էի լրահոսին կամ ինձ հուշեցին եւ ես տեսա Նիկոլ Փաշինյանի այս գրառումը եւ փաստորեն խոսքս ամփոփում եմ այդ գրառմանը արձագանքով մենք թույլ չպետք է տանք, որ Նիկոլ Փաշինյանը ապա մոնտաժի Հայաստանի Հանրապետությունը մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացը հասցնի իր տրամաբանական ավարտին, իսկ դրա համար ունենք մեկ ձև արդյունավետ նախապատրաստվել խորհրդարանական առաջիկա ընտրություններին եւ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին։